Կա սրբազան ավանդություն, որ Էմմաուսի ճանապարհորդների ընթացքում Հիսուս Քրիստոսի հետ երբ որ քայլում էր, մեկը եղել է Ղուկաս ավետարանիչը։ Բժշկագիտական, բառապաշար է օգտագործում ավետարանը։ Նաև համարվում է որպես սրբանկարիչ, Պահապան նաև ասում է Սուրբ, Աստված մեղավորի դարձը միշտ ակնկալում է, սպասում է մեղավորի դարձին։ Ղուկասի ավետարանի առանձնահատկությունն է աղոթք բառի հետ կապված, որ նշվեց 12 աշակերտներին ընտրելուց առաջ նորից սա աղոթք է անում Հիսուս եւ խաչի վրա վերջավորությունը նորից աղոթքով է ավարտվում։ Օրհնեցեք Տեր Հեր։ Աստված օրհնի։ Ինչպե՞ս եք Տեր Հեր։ Շնորհակալություն Փառք Աստծո։ Տեր Հեր, այսօր խոսելու ենք մի բժշկի մասին, որը ոչ միայն բժշկում էր մարդկանց մարմինները, այլև բժշկություն բերեց մարդկանց հոգիներին։ Ղուկաս ավետարանիչ։ Մենք գիտենք, որ Ղուկաս ավետարանիչը բժիշկ էր։ Ինչ է առհասարակ հայտնի մասին, ով էր նա։ Ղուկաս ավետարանիչը նշվում է, որ 72 աշակերտներից է եղել, բայց նաև կա սրբազան ավանդություն, որ Էմմաուսի ճանապարհորդների ընթացքում Հիսուս Քրիստոսի հետ երբ որ քայլում էր, մեկը եղել է Ղուկաս ավետարանիչը։ Ծնունդով Անտիոքից է եղել եւ նշվում է նաև, որ Ղուկաս ավետարանիչը գրագրությանը ծանոթ, խելացի անձնավորություն, նաև բժիշկ կա, բառը որ նշվում է բժիշկ է եղել, վերցվելով այն հատվածից, որ Պողոս առաքյալը, եթե չեմ սխալվում, Կողոսացիներին ուղղված թղթում է նշում, որ սիրելի բժիշկ Ղուկաս արտահայտությունը, բայց նաև կա վարկած, որ բժիշկ լինելու հետ կապված հիմքը հանդիսանում է նաև, որ իր ավետարանի մեջ, երրորդ ավետարանը, որ Ղուկասի ավետարանն է, հոգու բժշկության մասին Տիրոջ խոսքերը երբ որ նշում է, բժշկագիտական, բառապաշար է օգտագործում ավետարանում։ Եվ այս ամենն է, որ բերում է հանգեցնել, որ Ղուկաս ավետարանիչը մասնագիտությամբ բժիշկ է եղել, բայց իր վարվելակերպը, որ մենք տեղեկանում ենք, պատմությունից, հոգատարություն է ունեցել, խոնարհություն, ծառայասիրություն, որպես մարդ եւ այդ ամենը զուգորդվել է, որ ինքը կարողանա Աստծո խոսքը գրելով տարածել որոշ խավի համար, որը հիմնականում եղել է հույների համար է գրված եղել։ Տեր Հեր, ես կարդացի, որ նաև կա ավանդություն, որ սրբանկարիչ է եղել ու Քրիստոսին Աստվածամորը նկարել է Ղուկաս ավետարանիչը։ Նաև համարվում է որպես սրբանկարիչ, Պահապան նաև ասում է Սուրբ, որտեղ ինքը առաջի նկարը ասում են, որ Աստվածամոր Ղուկաս ավետարանիչն է նկարել։ Այսինքն իր ամբողջական այդ շնորհները, որոնք ունեցել է, Սուրբ Հոգուց տրված, կարողացել է նաև օգտագործել։ Տեր Հեր, Ղուկաս ավետարանիչը հայտնի է, որ Քրիստոսին չի աշակերտել, այսինքն անձամբ չի տեսել, անձամբ չի հանդիպել։ Մենք ունենք այս մասին տեղեկություններ, որ նրանք հանդիպել են, թե տեղեկություն չկա։ Այդպես տեղեկություն չկա, որ Քրիստոսի ինքը հանդիպել է։ Միակ բանը, որ ես նշեցի, հատվածը դա Էմմաուսի ճանապարհորդներն են, բայց կա, որ հիմնականում Պողոս առաքյալի հետ է առնչությունը Ղուկաս ավետարանիչի, նաև մյուս առաքյալներից եւ տվյալ ժամանակաշրջանի նաև կա պատմական իրողություն, որ ինքը շփվել է տարբեր անձերի հետ, որոնք տվյալ ժամանակաշրջանում Հիսուս Քրիստոսին տեսել են, առնչվել են եւ այդ ամեն ինչից քաղել է ինքը։ Բայց հիմնական ուղղորդողը, եթե չեմ սխալվում, Պողոս առաքյալն է եղել։ Տեր Հեր, նաև իր կենսագրական տվյալների մասին խոսենք, ինչ է առհասարակ հայտնի։ Նա Պողոսի գործակիցն է եղել, քարոզել են միասին ավետարան։ Տարբեր վարկածներ կան, հիմնական շեշտը դրվում է Պողոս առաքյալի հետ կապված, բայց նաև նշվում է, որ Ղուկաս ավետարանիչը, նաև Ղուկասի ավետարանը որոշակիորեն ուշ է գրվել, ինչու, որովհետև իր ավետարանի մեջ օրինակ տաճարի կործանման հետ կապված պատմական հենք կա, որ ավելի հստակ է ասում, եւ այս հստակությունն է բերում նրան, որ Ղուկասը տվյալ ժամանակաշրջանի կառավարիչների հետ նաև ինֆորմացված անձնավորություն է եղել,
Բայց մյուս պարագան նշվում է, որ Պողոս Առաքյալի հետ երբ որ շփվել է, որովհետև գործ կառաքելոցում հոգնակի թվով խոսակցություններ կան, հա, մենք գնացինք, այսինքն այսպես ասած Պողոս Առաքյալի հետ կապված այդտեղ այդ դրվագները կա, որ երբ որ հոգնակիով է, ուրեմն երկուսով են շփվել եւ շարունակել իրենց, հա, ծառայությունը։ Դեր այսինքն այդ կործանման մասին լուրը այնպիսի լուր էր, որ մյուս ավետարանիչները, եթե այդ ժամանակ գրեին, անպայման կանդրադառնային այն։ Ավելի հստակորեն այո, պատմական առումով որ նայում ենք, հիմքը որ պատմական նայենք, մյուս ավետարանիչների մոտ այդպես հիմնավոր չէ, ինչ որ Ղուկաս ավետարանում ենք տեսնում։ Ինչպես գրվեց ավետարանը Ղուկասի կողմից, նա Քրիստոսի աշակերտը չէր, խոսեցինք այստեղ Պողոս Առաքյալի մասին, քիչ այդ մասին մանրամասնենք։ Ղուկասի ավետարանը, ինչպես որ նշեցի, համեմատական որ նայենք, տեսնենք, այսպես ասեմ, գրագետ անձնավորություն լինելով, հա, լսելով բանավոր ավանդությունը, այս ամենը կիրառում է եւ շարադրանքը Ղուկասի ավետարանի շատ գեղեցիկ է, ինչպես որ նաև սրբազան հայրերն են ասում, նաև բանասերները, որ տարբերվում է մյուս ավետարանների շարադրանքներից, ավելի գրագետ շարադրված է եղել։ Ես չեմ թերագնահատում մյուս ավետարանիչներին, ուղղակի տարբերությունը ակնհայտ է լինում։ Այս ամբողջը լսելով, այսպես ասած, անբարում է եւ թղթին է հանձնել։ Եվ գործ կառաքելոցն էլ շարունակության մեջ արդեն Սուրբ Հոգու ներշնչմամբ կարողացել է նաև մյուսը արձանագրել, գրել եւ նորից պետք է կրկնեմ, ասում եմ, որ ավելի լայն ընդարձակ, հա, հասարակության համար է գրված եղել Ղուկասի ավետարանը, այդ իսկ պատճառով եկեղեցու, հա, սրբազան հայրերը կանոնական դաշտ են ծրել եւ ժամանակին հնում Ղուկասի ավետարանը կիրառվել է։ Դերեր եւ ավետարան գրելու նպաստող պայմանների մասին մի փոքր էլ խոսելով, ով էր Թեոփիլոսը, որ թարգմանաբար նշանակում է Աստվածասեր, նրա անունը նշում է, չէ՞, Ղուկասը։ Ղուկասը ով Թեոփիլոս անվանումը նշվում է, երկու կարծիք կա, այսպես ասեմ ձեզ։ Առաջինը, որ Թեոփիլոսը եղել է հռոմեացի ինչ-որ բարձրաստիճան անձնավորություն, որին դարձի ճանապարհ եղել եւ անընդհատ շեշտվել է, որպեսզի քրիստոնեական, հա, կյանքի մեջ ավելի խորամուխ լինի։ Մյուս կարծիքը, որ ես ուսումնասիրելու ընթացքում հանդիպեցի, թե չեմ սխալվում, Հովանու Ոսկեբերանի մի քանի սրբազան հայրերի մոտ եկեղեցական, այնտեղ նշվում է, որ Թեոփիլոս նշանակել է Աստծո սիրելի մարդ, հա, այսինքն բոլոր հավատացյալներին է վերաբերվել։ Այս երկու տարբեր կարծիքները կան։ Մեկը, որ անձնավորված է Թեոփիլոսն է, մյուսն էլ, որ բոլորին է վերաբերել հավատացյալներին, ովքեր Աստծո սիրելի մարդ են կոչվում։ Արդեն ցույց է տալիս, որ քրիստոնեությունը, հա, սիրո կրոն է եւ նաեւ Քրիստոսով է ճանապարհը դեպի հավիտենություն։ Դեր քիչ առաջ զրուցում էինք, ինչ առանձնահատկություններ ունի Ղուկասի ավետարանը, շարունակելով այս թեման, կա կարծիք, որ Ղուկասի ավետարանը առավել պարզ ու պատկերավոր դրվագներով է ներկայացնում ու ընթերցողների համար առավել հեշտ է ընթերցել հենց Ղուկասի ավետարանը։ Ինչ կասեք այս մասին։ Առանձնահատկություններից մի քանիսը կան։ Առաջին հենց պատմականն է, որ հստակ Ղուկասը նշում է օրինակ քահանայապետների հետ կապված կառավարիչների, այսպես պատմական բոլոր դեպքերը հստակորեն են նշվում։ Եվ սա ցույց է տալիս, որ քրիստոնեությունը, հա, դեպքերը, որ տեղի են ունեցել, դրանք պատմական առումով հենց պատմության մեջ տեղի ունեցած դեպքեր են։ Երկրորդ առանձնահատկություններից մեկը նա է հոգու, հա, փրկության, փրկagorցության մասին։ Ղուկասի ավետարանը այս ամենը հստակորեն փոխանցում է, որ փրկagorցությունը ողջ աշխարհի համար է եւ ոչ միայն հրեաների։ Օրինակ դրա մի պատկեր կա, երբ որ Մատթեոսի ավետարանում է, այսպես ասած, Մեսիայի մասին է խոսում, սպասված մեն որ հրեաներին պիտի փրկեր։ Բայց Քրիստոս, հա, Ղուկասը ասում է Քրիստոս եւ թե հրեաների եւ թե հեթանոսների համար եկավ։ Այսինքն ամբողջ աշխարհի փրկagorցության մասին է։ Երկրորդը, որ շեշտադրում Սուրբ Հոգու հետ կապված առանձնահատկություններից մեկը, որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ են դեպքերը տեղի ունենում Քրիստոսի կյանքում նաև, հա, առաքելության մեջ երկրավոր կյանքի։
ու այսպես մի շարք հստակորեն ընդգծված շարադասություն ունի։ Դրա համար Ղուկասի ավետարանը տարբերվում է երրորդ ավետարանը մյուս ավետարաններից։ Տերեր նաև այս ավետարանում շատ է շեշտադրումը զոհաբերությանը։ Ավետարանը սկսվում է Զաքարիայի զոհաբերությամբ, ընթացքում մենք ընթերցում ենք զոհաբերվող Քրիստոսի մասին։ Ղուկասի ավետարանի առանձնահատկություններից մեկը նաև այս նշված կետերից կա ողորմության, ապաշխարության, հենց զոհաբերությունը այդտեղից գալիս է եւ իր առակներն են հենց այդպես նշանակում, որ օրինակ մեղավորի վերադարձի մասին անառակ որդու բարի սամարացու առակ կարող են կարդալ։ Ու այսպես մի շարք առանձնահատուկ առակներ կան, որ հենց գտնվում են Ղուկասի ավետարանում։ Այսինքն Աստված մեղավորի դարձը միշտ ակնկալում է, սպասում է մեղավորի դարձին։ Եվ դրանք ապաշխարության ճանապարհով եղող քայլերն են։ Տերեր, ես նաև ընթերցեցի, որ կարծես Ղուկաս ավետարանիչը շատ զգույշ է։ Օրինակ կան հատվածներ, որ Մարկոս ավետարանիչը կարող է շատ ավելի կոշտ ձևակերպում տալ, Ղուկաս ավետարանիչը ասում է օրինակ մեղավոր կինը։ Ու նաև թվականների դեպքում, եթե մյուս ավետարանիչների դեպքում կարող է մի քիչ ավելի հստակություն լինել, ինքը գրում է մոտավոր, այսինքն զգուշավոր է այդ առումով գրելու։ Ղուկաս ավետարանիչը իր մասնագիտությունից ելնելով այդ ամեն ինչը ավելի զգուշավոր է արել, բայց այնտեղ համամիտ եմ, որովհետև կան նաև երբ որ ուսումնասիրում ես այս ամեն ինչը, տեսնում ես, որ կան հատվածներ, անուններ, որոնք թաքցված են։ Ապաշխարող կնոջ անունը, այդպես մի շարք այդպիսի դրվագներ կան, ավելի նրբանկատ մոտեցում է ինձ թվում, որ որպեսզի նաև ընթերցողները, ովքեր նաև պիտի նորադարձ են լինելու, հա, ավելի Աստծո նվիրվածությունը, հավատքը դեպի Աստված այդ զգուշավորությունը տանում է նրան, որ չմոլորվեն, հա, որովհետև շատ պարզության մեջ նաև կարող են այսպես ուղիղ խոսքերի մեջ մարդիկ մոլորվեն։ Տերեր, նաև այս ավետարանը կոչվում է աղոթքի, ուրախության, կանանց ավետարան, հերթով անդրադառնանք ինչու։ Աղոթքի ավետարան, որովհետև մի քանի դրվագներ կան, որ ավետարանը վերընթերցում ենք, տեսնում ենք հենց Հիսուս Քրիստոս պայծառակերպության ժամանակ աղոթքի անում, Գեթսեմանի աղոթքը կա, առաքյալների ընտրելուց, Ղուկասի ավետարանի առանձնահատկությունն է աղոթքը բառի հետ կապված, որ նշվեց 12 աշակերտներին ընտրելուց առաջ նորից սա աղոթքի անում Հիսուս եւ խաչի վրա վերջավորությունը նորից աղոթքով է ավարտվում, հա։ Աղոթքի հոգին ցույց է տալիս, որ քրիստոնեությունը առանց աղոթքի չի կարող լինել։ Այսինքն աղոթքի դրվագները շատ են հատկապես։ Աղոթքի դրվագները ավելի շատ են Ղուկասի ավետարանում, բացի դա նաև աղոթքի առակներն են այնտեղ տարբերվում։ Անիրավ դատավորի եւ այլի կնոջ, հա, հարատև աղոթքի մասին է խոսում։ Այդպես մի քանի առակներ կան, որոնք հենց աղոթքի մասին են։ Եվ ցույց է տալիս, մենք կարող ենք լավ սուրբ գիրք իմանալ, լավ հայրաբանություն իմանալ, այսինքն ընթերցենք հոգևոր գրականություն, բայց եթե աղոթք չեղավ, քրիստոնեությունը առանց աղոթքի չի կարող լինել։ Կարևոր շեշտադրումը ուրեմն ավետարանում Ղուկասի աղոթքն է նաև։ Օրինակը հենց Հիսուս Քրիստոս է։ Կանանց ավետարան են անվանում, որովհետև էլի դրվագները շատ են կանանց մասնակցությամբ։ Նույնպես կանանց մասնակցությամբ դրվագներ այնտեղ շատ են, ի տարբերություն մյուս ավետարանների, հա։ Այնտեղ եթե նայում ենք Սուրբ Աստվածածնի այցը, չէ, Եղիսաբեթի անունները հենց հստակ շեշտվում է։ Այնտեղ ենք մենք ընթերցում Աննա Մարգարեու մասին, մյուս ավետարաններում կարծեմ չենք հանդիպելու։ Մեղավոր կնոջ դարձը, նոր քիչ առաջ նշեցի անունների պահել է, այնտեղ այդ հատվածն էլ կա։ Հիսուս Քրիստոսի, հա, բարեկամներն են, չէ, Մարթան, Մարիամը, այդպես հստակորեն ավելի ինֆորմացիան շատ տալիս է Ղուկաս ավետարանը, չէ։ Եվ նաև կա կարծիք, որ իր առաջին, հա, տեղեկությունը վերցրել է Սուրբ Աստվածածնից։ Սա նշեմ, ինչու, որովհետև օրինակի համար տաճարի Ղուկասի ավետարանում, երբ որ ընթերցում ենք տաճարի հատվածը, Հիսուսին 40-օրյա մանուկ Հիսուսին տանում են տաճար, հստակորեն ինքը դեպքերը նկարագրում է, ասում են հայրերը, որ սա
Աստվածածնի բացի, հա, Պողոս Առաքյալից տեղեկություն, մյուս անձերից տեղեկություն վերցնելը Աստվածամոր հետ իր շփումն է եղել։ Ճանաչել է։ Եվ առաջի սրբապատկերը քիչ առաջ որ մենք նշեցինք, հա, խոսքի սկզբում հենց վերաբերում է նրան, որ ինքն է նկարել Աստվածամոր առաջի սրբապատկերը։ Առաջի աղբյուրը այնտեղից է եւ բացի դա Ղուկասի ավետարանում ենք ավելի շատ Աստվածամոր մասին տեղեկություն ստանում։ Իր ծնունդից սկսած, հա, Ղուկաս ավետարանը չնկարագրում է Աստվածամոր ծնունդը, չէ՞։ Զաքարիայի պատմությունը կա։ Դրանք արդեն մեզ տալիս են ուղղություն, որ Ղուկասը ուրեմն ուսումնասիրությունները նաև պատմական ցույց են տալիս, որ շփվել է Աստվածամոր հետ։ Այսինքն պատահական չէ, որ այդ տեղեկությունները այդքան շատ են, որովհետև ժամանակակիցներ ու շփվում էր։ Շփվում էր ու այդ ամեն ինչը վերել է նաև որ կնոջ մասին ավելի շատ է նշված այնտեղ։ Եվ կոչվում է նաև ուրախության ավետարան, որովհետև մարդկանց հույզերը, ապրումները շատ են ներկայացվում։ Այնտեղ հենց փրկagorցության, հա, ամենամեծ ուրախություն ասում եմ, մեծ ուրախություն եղավ Հիսուսի ծնունդով, ավետարանում հենց Ղուկասի։ Այս հարցի ուսումնասիրությունը ավետարանի ընթերցումն է արդեն մեզ ամբողջությամբ փոխանցում։ Բացի դա ցնծություն կար, չէ՞, երբ որ Աստվածամորը Գաբրիել հրեշտակապետ ավետումն է տալիս, մեծացուցիչ Սաղմոսով, չէ, այսպես ասած, այնտեղ դրվագները ամբողջությամբ Սիմեոն ծերունին գողաբանական աղոթք է, չէ, վերառաքում Տիրոջ, որ աշկերս տեսավ աշխարհի փրկությունը։ Այսինքն դրվագները, որոնք ցնծություն են, ուրախություն են մեջը պարունակում, դրանից ելնելով կարող ենք նաև ասել, որ սրանք այսինքն նաև ցնծության ավետարան կարող ենք ասել, էլի։ Ղուկասի ավետարանը կարծես այնպես է գրվել, որ հետագայում ընթերցողը կարդա ու իր համար պարզ ու հասկանալի լինի։ Իր ընդհանուր բովանդակությունից է այդպես է, որովհետև տարբերվում է եւ նորից պետք է նշեմ հունախոս ասում են շրջանակների համար էլ ավելի, որպեսզի դուրս գար ավետարանի խոսքը եւ գործ կառաքելոցն է նույն ոճի մեջ, այսպես ասած, շարունակում է Ղուկաս ավետարանը։ Ղուկասն է գրում այդպես, որ տարածվի ամբողջ աշխարհի մեջ Աստծո խոսքը եւ մարդիկ ընթերցելով Աստծուն ճանաչեն։ Տերեր, դուք նշեցիք, որ ծագումով Անտիոքից էր, այսինքն հույն էր կամ ռոմեացի էր, միակ ոչ հրեա հեղինակն է, չէ՞, ստացվում է։ Այդպես ասած, այո։ Եվ նաև միակ հեղինակն է, որ գրագիտություն են ունեցել, հա։ Մյուսները ձկնորսներ են եղել, Աստծո խոսքը լսել են Սուրբ Հոգու ներշնչմամբ, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, կարողացել են իրենց առաքելություն անել, բայց Ղուկասը տարբերվում է ամբողջությամբ եւ իր բժիշկ լինելու հետ կապված նշվեց, չէ, իր լավ պատմիչ լինելու, կարողացել է տեղեկությունը լավ մատուցել, այսինքն հստակորեն դրա համար կանոնական դաշտի մեջ մնացել է, միշտ մնացել է։ Տերեր, եւ ինչ որ տեղեկություն մեզ հասել է, թե ինչ է լինում Ղուկասի հետ։ Քարոզում է Եգիպտոսում, Լիբիայում, հետագայում ինչ է լինում, նահատակվում է Ղուկաս ավետարանի։ Ասում են, որ ծերության մեջ 80 ավել տարեք, եթե չեմ սխալվում, 85 մոտավորապես նշում են, այդ տարիքին է եղել մեծահասակ ու մահանում է Թեբեում են իրեն հողարկավորում, կոչվում է Թեբե վայրը, բայց նաև վարկած կա թվագրության հետ կապված 60-ից 80, բայց նաև վարկած կա, որ ասում են 95 թվական միջև ավետարանը Հովանեսի ավետարանի, այսինքն ինքը բոլոր նաև Հովանես Առաքյալի հետ շփում ունեցած կարող է լինել, այսպես ասեմ։ Դրանք վարկածներ են, որոնք պատմության մեջ ուսումնասիրվել են եւ ուսումնասիրվում են, այսպես ասեմ։ Այսինքն ավետարանը գրվելու թվականը հստակ թվականը չես կարողանում ֆիքսել, էլի, այսպես 60-ից 80 են նշում։ Կարող ենք մենք պայմանականորեն ինչ-որ մի թիվ վերցնել, բայց դեպքերի ընթացքը, օրինակ Պողոս Առաքյալի մասին եթե խոսում ենք, հա, ուրեմն 60-ականների թվականները նաև նշում են այդպես, բայց կարծիք կա, որ մինչև 95 թվական, 90-95 թվական ինքը նույնիսկ Հովանես ավետարանը չէ շփվել է։ Այսինքն սա այն շրջանն էր, որ կամաց-կամաց առաքյալները նահատակվում էին ու պետք է գրել ավետարան, որպեսզի այդ պատմությունը մնա։ Այդպես կարող է լինել, որպես ամբողջական լիներ ամեն ինչ։
Շատ շնորհակալ եմ Տեր Հայր հետաքրքիր զրույցի Ես էլ համար։ շնորհակալ։